Այս պայն ճիշտ ժամանակն է, որպեսզի ներկայացնենք մեր այսօրվա տոնական եթերի առաջին հյուրին։ Իսկ մեր առաջին հյուրն է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Բարի լույս, պարոն Ավինյան։ Բարի լույս։ Շնորհավորում ենք մեր Շնորհավոր, մեր սիրելի քաղաքի տոնը։ Այո, փոխադարձ եւ հետաքրքիր է ձեր ամենաջերմ հիշողությունը մեր մայրաքաղաքի հետ կապված ո՞րն է։ Երևի թե իմ ամենաջերմ հիշողությունները կապված են իմ դպրոցի հետ։ Ես սովորել եմ Պուշկինի դպրոցում եւ այդ մերձակա բակերում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները ընկերներս ում հետ մինչև այսօր մենք բարբերաբար հանդիպում ենք։ Երևի թե ամենաջերմ հատվածը այդ տարիքի եւ այդ շրջանակի հետ է կապված։ Իսկ ո՞րն է ձեր ամենասիրելի թաղամասը Երևանում, պարոն Ավինյան, եւ ինչու։ Ես երևի թե ի պաշտոնե իրավունք չունեմ սիրելի թաղամաս ունենալու, բայց ես անկեղծորեն կարող եմ ասել, որ մեր բոլոր վարչական շրջանները ունեն իրենց առանձնահատուկ, յուրահատուկ կոլորիտը, ամեն մեկը իր ուրույն ձևով, եւ այդ մեկ ամբողջությունը հենց Երևանն է։ Բայց մի բան պատկերացնենք, որ այսօր դուք քաղաքապետ չեք։ Այլ քաղաքացի, որը ունի իր հիշողությունները, իր ամենասիրելի վայրը, որտեղ գուցե նաև բարբերաբար նույն ընկերների հետ տարիներ շարունակ հաճախ եղել եք կամ այցելել եք։ Կա ինչ-որ մի այսպես տաք անկյուն Երևանում։ Ես ունեմ իմ տաք անկյունը, Պինան նույնպես, մենք կիսվել ենք այսօր արդեն։ Վստահորեն կա, միշտ մանկության հիշողությունները իմ մոտ կապված են Տերյան, Աղայան, Խաչմերուկների, Մոսկովյան փողոցի հետ, Օղակաձև այգում շատ տենց գեղեցիկ հիշողություններ ունեմ ծնողներիս հետ, այն ժամանակ հաճախակի, երբ որ հələ նույնիսկ դպրոց չէի գնում, Գրիբայեդովի արձանի հետևում կար շատ տենց գեղեցիկ տեսարանով սրճարաններ, այնտեղ նավակներ կան, դա իմ սիրելի հատվածն է երևի մանկությունից նաև, եւ ընդհանուր առմամբ կենտրոնում տարբեր հատվածներ միշտ ինձ հիշեցնում են իմ մանկությունը, որովհետեւ այդտեղ եմ մեծացել, բայց կրկին անգամ կարող եմ վստահորեն ասել, որ Երևանը շատ գեղեցիկ է իր բոլոր հատվածներում եւ ուղղակի պետք է գտնես այդ գեղեցկությունը։ Ու երբեմն մենք ինչքան էլ ծանոթ ենք Երևանին, բարձում ենք բարբերաբար ու հաճախ, որ մենք այդքան էլ լավ ծանոթ չենք մեր քաղաքին։ Վստահորեն։ Շատ գեղեցիկ է մեր քաղաքը։ Ո՞րն է Երևանի մասին ձեր ամենասիրելի ստեղծագործությունը։ Դա կլինի երգ, գուցե ֆիլմ կամ այլ ինչ-որ մի գործ։ Երևի թե մի քանի ստեղծագործություններ կան, որոնք որ հենց մտածում ես քաղաքի մասին, առաջինը դրանք են գալիս, Մալխասի ստեղծագործությունն է, Գարուն Երևանն է Խաչատրյանի, բայց ամենատիպիկ երևանյանը ինձ համար Բաբաջանյանի Իմ Երևանն է, Առաջին սիրո երգը ֆիլմից։ Այստեղ եմ ծնվել, այստեղ մեծացել, ամենատիպիկ բանն է, երաժշտությունն է, որ sense առաջինը Երևանն է պատկերացնում այդ երաժշտության տակ։ Հատկապես երբ որ մի քիչ երկար ես բացակայում, անկախ եղնես դա գալի։ Պատմում եմ Երևանի հետ կապված ինչ-որ մի երգ։ Պարոն Ավինյան, ինչպիսին էր Երևանը, երբ դուք ուղղակի քաղաքացի էիք, եւ ինչպիսին է Երևանը արդեն քաղաքապետի աչքերով։ Իրականում շատ տարբեր են դրանք, որովհետև շատ դեպքերում, երբ որ դու ներգրավված չես կառավարման process-ում, դու չես նկատում այն ամենը, ինչ պետք է տեղի ունենա, որ ենթադրենք X ավտոբուսը այս տեղով գնա կամ դու չես պատկերացնում ենթակառուցվածքները, իհարկե տենց ոչ պոպուլար բաներից խոսենք, բայց օրինակ գոյուղագծերի խնդիրները չես պատկերացնում, որոնք որ շատ արդիական են, երբ որ դու քաղաքապետ ես կամ աշխատում ես քաղաքապետարանում, բայց ամեն դեպքում այն համակարգերը, որոնք որ ամբողջ քաղաքը աշխատացնում են եւ առաջ են մղում, դու դրանք չես տեսնում։ Շատ դեպքերում դու տեսնում ես ինչ-որ պարզ բաներ, տեսնում ես խնդիր, բայց նաեւ չես պատկերացնում այդ խնդրի լուծման ճանապարհը որն է։ Հիմա մի փոքր ավելի համակարգային ես նայում, եթե դու process-ի մեջ ներգրաված ես, եւ կարծում եմ հիմնական տարբերությունը դրանում է կայանում։ Հետաքրքիր է, կնշեք 3 խնդիր, որոնք ուզում եք լուծում ստանան հենց ձեր պաշտոնավարման ընթացքում։ Առաջինը երևի թե թվայնացման խնդիրն է, որը բոլոր ոլորտներին է վերաբերվում եւ
մենք արդեն ունենք բավականին մեծ առաջընթաց այդ առումով, որտեղ ունենք արդեն GIS համակարգեր, որոնք որ մեզ օգնում են քաղաքի կառավարումը հենց մեր աչքի առաջ ունենալ թվային տեսքով, այսինքն ունենք քարտեզներ, որոնք որ մեզ ցույց են տալիս տարբեր բաներ քաղաքի մասին, օդի որակը, ցույց են տալիս ավտոբուսների տեղաշարժը, ցույց են տալիս մեր եղած եւ կառուցվող ենթակառուցվածքները եւ օրինակ այս վերջերս ներդրել ենք մի նոր համակարգ, որը որ ավտոբուսների տեսախցիկները օգտագործում է եւ արձանագրում է փողոցի փոսերը արհեստական բանականությամբ։ Թվայնացումը ազդում է բոլոր ոլորտների վրա եւ այս գործիքները վստահորեն մեզ հնարավորություն են տալու շատ ավելի արդյունավետ կառավարել քաղաքը։ Երկրորդ խնդիրը, որ կուզենայի նվազագույնը էական առաջընթաց ունենայինք, դա քաղաքաշինության ոլորտն է, որտեղ որ տասնամյակների ընթացքում քաղաքը անկանոն կառուցապատվել է, տարբեր փոքրիկ տենց շինություններ, կցակառույցներ, պատմամշակութային հուշարձանների տարատեսակ աղավաղումներ, մենք ինտենսիվ process ունենք դրանք մաքրելու, քանդելու, վերականգնելու եւ կարծում եմ դեռևս ժամանակ ունենք այս գործը ինչ որ մի հանգրվանի հասցնելու եւ երևի թե երրորդ խնդիրը, որ էլի այդ լուծման ճանապարհին ենք, մարդկանց ներգրավվածությունը քաղաքային կառավարման process-ին, որովհետեւ շատ կարեւոր է, որ երևանցիները իրենք բուն քաղաքի կառավարման process-ին իրենց ներդրումն ունենան, իրենց մասնակցությունն ունենան։ Մենք ունենք մի հարթակ, կոչվում է ակտիվ քաղաքացի, որը որ մարդկանց թույլ է տալիս մեզ հանձնարարականներ տալ, տարբեր կետեր խնդրահարույց նկարել, մեզ ուղարկել եւ մենք գնում ենք խնդիրը լուծում ենք եւ այդտեղից ֆոտո ենք անում եւ ուղարկում ենք իրենց։ Այսինքն սա նույնպես շատ կարեւոր է, որ մարդիկ իրենց process-ի մասնակիցը զգան։ Իսկ ինչ խնդիրներ են տալիս քաղաքացիները եւ որոնք են նրանց անհանգստացնող ամենաշատը անհանգստացնող խնդիրները։ Վստահաբար դեռևս մնում է տրանսպորտի խնդիրը, որը process-ի մեջ է լուծման, շատ բան արդեն տեղի է ունեցել, շատ նոր շարժակազմեր ենք ձեռք բերել, միասնական տոմսային համակարգ ենք ներդրել, բայց յուրաքանչյուր նոր բան իր իհարկե խնդիրները ունի, բայց կարծում եմ արդեն մոտ ենք ավարտին։ Նոր տրոլեյբուսներ ենք գնել, որոնք որ շուտով կգան, 45 նոր տրոլեյբուսները կմտնեն գծեր։ Տրանսպորտի խնդիրը դեռ արդիական է մնում, ներառյալ մեր նոր մետրոյի կայարանը, որ պլանավորում ենք սկսել կառուցել հաջորդ տարի։ Երկրորդը կարծում եմ քաղաքացիներին իհարկե կրկին քաղաքաշինության հարցերն են հուզում եւ տարատեսակ այստեղ նույնիսկ երկրորդը ես կասեի, որ դարձել է օդի որակին վերաբերող հարցերը ավելի արդիական, մարդիկ վստահորեն արդեն ավելի մեծ ուշադրություն են դարձնում քաղաքում օդի որակին, օրինակ այս վերջերս 2 օր առաջ Նուբարաշենի աղբավայրում այրվեց աղբավայրը եւ այդտեղ հիմա ինտենսիվ աշխատանքներ տարանք, հիմա գրեթե ամբողջությամբ աշխատանքներն ավարտին են մոտեցել, բայց մենք 75 տարի այդ խնդիրը ունեցել ենք, մենք շատ չենք կենտրոնացել այդ խնդրի վրա եւ իրապես շատ ուրախալի է, որ մարդիկ պահանջում են մեզանից, որ մենք այդ տեսակ խնդիրները նույնպես լուծենք, որովհետեւ այդ տեսակ խնդիրներն են դարձել ավելի կարեւոր։ Այստեղից հետեւաբար հարց ունեի, որի պատասխանը չնայած թե ունեցա, բայց եթե ավելացնելու բան ունեք, սիրով նորից կլսենք, հաշվի առնելով հայտնի Երևանը տոնուշենք, Երևանը մենք ենք երգի այս տողերը, կնկարագրեք, թե ինչպիսին պետք է լինի երևանցին։ Երևանցին ոչ թե ինչպիսին պետք է լինի, ինչպիսին է, պահանջատեր է։ Երևի թե ամենապահանջատեր քաղաքացին է մեր, որը որ շատ հստակ ձևակերպում է խնդիրները, որոնք որ դու պետք է լուծես եւ կարծում եմ այդ պահանջատիրությունը նաեւ մեզ է օգնում մեր աշխատանքում, մենք ավելի կարողանում ենք կենտրոնանալ այն խնդիրների վրա, որոնք որ արդիական են մարդկանց համար եւ նաեւ այդ պահանջատիրության այսպես ասած կոմպոնենտը հաշվի առնելով ստեղծում ենք այդ տեսակ հարթակներ, օրինակ նույն ակտիվ քաղաքացին, որովհետև գիտենք, որ մարդիկ մեծ հաճույքով կմտնեն կարձանագրեն խնդիրները եւ մենք էլ կունենանք պատկեր ընդհանուր քաղաքից։ Հետաքրքիր է, արդյոք միշտ է երևանցին եղել պահանջատեր, թե վերջին շրջանում է ակտիվացել։ Ես կարծում եմ, որ տարբեր ժամանակներում
տարբեր պահանջներ են եղել, հիմա մի փոքր ավելի սոցիալական մեդիայի զարգացման հետ, մի քիչ ավելի ինֆորմացիայի հասանելի լինելու հետ կապված, մարդիկ ավելի շատ կարողանում են կենտրոնանալ խնդիրների վրա եւ այդ պահանջատիրության մակարդակը վստահորեն ավելի է բարձրացել եւ դա նշանակում է որ մենք ել ավելի ակտիվ պետք է աշխատենք, ել ավելի մեծ ջանք պետք է դնենք, որպեսզի կարողանանք մարդկանց խնդիրները լուծել։ Կարծում նաեւ խոսքի ազատությունն էլ է այստեղ շատ մեծ այո, վստահորեն մարդիկ ավելի ազատ ու անկաշկանդ են։ Միանշանակ։ Բայց մենք խոսեցինք օրինակ քաղաքացիների պահանջներից ու ակնկալիքներից, քաղաքային իշխանություններից։ Հետաքրքիր է նաև օրինակ ինչ պիտի անի ձեր կարծիքով քաղաքացին։ Դուք ինչ եք պահանջում քաղաքացիներից։ Էականում ես մի օրինակ կբերեմ, մենք նախորդ տարի կառուցել ենք 132 բակ Երևանում, այս տարի եւս մոտավորապես մի այդքան եւ բոլոր այն բակերում, որտեղ որ երևանցիները իրենց զգում են այդ բակի սեփականատեր, միշտ բարվոք վիճակ է, այսինքն բացառվում է, որ այն բակերում, որտեղ որ որոշակի այդ հարևանությամբ մարդիկ իրենց համարում են այդ բակի տերը, այդտեղ ոչ պատշաճ բան չենք տեսնի։ Միշտ երբ գնանք տեսնելու ենք, որ բակը կոկիկ է, մաքուր է, եւ երևի թե այն ինչ որ մենք կուզենայինք տեսնել, հենց այդ վերաբերմունքն է, որ մարդիկ իրենց սեփականությունը համարեն, նույն իրենց բակը, իրենց փողոցը եւ չհամարեն, որ դա այդտենց ինչ որ մի հատ արտաքին տարածք է, որը որ իրենց հետ կապ չունի եւ իրենց տան մասնիկը լինի, որովհետեւ որտեղ որ իրենց տան մասնիկն է այդ բակը ծաղկում է, գեղեցիկ է, միշտ այդպես երեխաները խաղում են, շատ քիչ բանա ջարդվում, փչանում, աղբ չկա եւ այլն եւ այլն եւ այլն։ Պարոն Ավինյան, ինձ թվում է մի քիչ վտանգավոր է այդպես կարծելը մեր հայերիս համար։ Եթե կարծենք մեր տան մասնիկն է, հաստատ կսկսվի պատմիչները ու տենց կցել տանը, հետո սեփականացնել, բարեկամ գտնել, ծանոթ ինչ-որ կավոր։ Ամեն դեպքում վերջին տարիներին Երևանը բավականին հետաքրքիր է դարձել ու շատ գրավիչ է դարձել նաև զբոսաշրջիկների համար։ Զբոսաշրջության մասին նույնպես խոսենք, ինչ եք կարծում, ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի ավելի այսպես աշխարհին լավագույնս ներկայացնենք մեր Երևանը։ Ես թվում է Երևանը արդեն կայացած միջավայր է եւ որպես այդպիսին շատ նաեւ հետաքրքիր առօրյայով, չգիտեմ, բալետային փառատոնները, մեր նույն ջազ ֆեստը, գինու օրերը, Էրեբունի Երևանի տոնակատարությունները, որոնք որ երևի թե Հայաստանի ամենամեծ փառատոնն են դարձել, մեր միակ խնդիրը կարծում եմ այն ամենը ինչ որ արդեն կա, ինչ որ տեղի է ունենում քաղաքում, ավելի լայն ներկայացնենք աշխարհին եւ դրա համար օրինակ օգտագործում ենք շատ տարբեր հարթակներ, միջազգային պարբերականներ, այս վերջերս անընդհատ խոսել եմ տարբեր Forbes-ի հետ, տարբեր միջազգային լրատվականների հետ ներկայացնելով թե ինչ է տեղի ունենում քաղաքում եւ կարծում եմ ընդհանուր առմամբ ժամանցի տեսանկյունից Երևանը շատ հետաքրքիր է դարձել, այսինքն տուրիստների համար մենք ամեն տարի տուրիստների քանակը Երևանում ավելանում է եւ ակնկալում ենք, որ ավելանալու է, մենք էլ ջանք ենք ներդնելու, որ ավելի ու ավելի շատ մարդ իմանա, թե ինչ է տեղի ունենում Երևանում։ Ինչպիսին է մոտ ապագայում ձեր պատկերացմամբ եւ ձեր պլաններով Երևանը եւ որն է ձեր տեսլականը։ Իմ պատկերացմամբ Երևանը առաջին հերթին մարդկանց համար հարմար քաղաք է, մաքուր օդով, հարմար հանրային տրանսպորտով, կանաչ այգիներով եւ շատ հետաքրքիր ժամանցով։ Ընդհանուր առմամբ Երևանը, եթե տենց մի քանի բառով նկարագրեմ, ինքը հենց այդ մարդկանց համար հարմար քաղաքը պետք է լինի։ Մենք այսօր առավոտյան ինը հետ պայմանավորվել ենք, որ մեր բոլոր հյուրերին պետք է այդ հարցը անպայման տանք, թե ինչպիսին է Երևանը 3 բառերով, եթե փորձենք նկարագրել։ Երևանը երևի թե ջերմ է, հյուրընկալ եւ բարի։ Եվ բարի։ Չնայածում համար։ Եվ ի վերջո, պարոն Ավինյան, ինչ կմաղթեք Երևանին եւ երևանցիներին։ Կմաղթեմ Երևան քաղաքին անդադար զարգացում,
ավելի կանաչ քաղաք դառնալուն միտված բոլոր ջանքերին հաջողություններ կմաղթեմ, դա մեզ է հաջողություն մաղթում, իսկ երևանցիներին կմաղթեմ, որ միշտ սիրեն իրենց քաղաքը անկախ ամեն ինչից։ Շնորհակալություն պարոն Ավենյան, շատ անմիջական եւ ջերմ զրույցի համար։ Եվս մեկ անգամ շնորհավորում ենք այս կարևոր տոնի կապակցությամբ թե ձեզ, թե նաեւ մեզ բոլորիս ելներս, որովհետեւ սա իրականում բոլորիս տոնն է։